Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համակարծիք է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ թրիփ նախագիծն այս տեսքով հակասում է Հայաստանի շահերին։ Լսել եմ այդ հարցով նաև երկրորդ նախագահի դիրքորոշումները, այդ հարցում նրա եւ իմ մոտեցումները չեն տարբերվում, իսկապես եթե թրիփը այլ կոմպոնենտներով չի հարստացվում, խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, խոսքը դա նույն ռեժիմը Նախիջևանի վրա տարածելու մասին է, որը ենթադրում է, որ մինչև երասխի տարածվի այդ թրիփը։ Կասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թրիփ նախագիծը կարող է դառնալ Հայաստանի համար ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Երևի ամենից ճիշտ ձևակերպումը սա է։ Այս ֆորմատով հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես։ Սուրենյանցի գնահատմամբ այս տեսքով թրիփը չի կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության երաշխիք, ընդհակառակը այն իր մեջ պարունակում է աշխարհաքաղաքական բախման բարձր ռիսկ։ Որովհետև սպասարկում է կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի եւ երկրների շահեր, դրանք են Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իսրայելը, Ադրբեջանը եւ էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը եւ միջնաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարում հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Հնդկաստանի շահերի հետ։ Քաղաքագետի համոզմամբ միայն աշխարհաքաղաքական շահերի բալանսի ապահովման դեպքում ռիսկերը կարող են դառնալ կառավարելի եւ Հայաստանը հնարավորություն կունենա օգտվել նման նախագծից։ Նրա խոսքով պատահական չէ Թեհրանից հնչող կոշտ արձագանքն ու Մոսկվայից եկող քողարկված մտահոգությունները։ Շատ մեծ վտանգ կա, որ կորցնես Իրանի հետ ցամաքային կապը։ Կամ այդ հարցը մնում է Միացյալ Նահանգների բացառիկ իրավասության ներքո, թույլ կտան, թույլ չեն տա։ Ըստ նրա Հայաստանի համար բարենպաստ լուծում կլիներ, եթե Հարավային Կովկասի հաղորդակցային նախագծերը քննարկվեին գլոբալ համաձայնությունների, այդ թվում ռուս-ամերիկյան փոխմբռնման շրջանակում։ Սուրենյանցը նշում է, Հայաստանը որևէ իրական դիվիդենդ չստանալով կարող է տասնամյակներով սահմանափակել իր ինքնիշխանությունն ու իրավազորությունը, մինչդեռ տնտեսական օգուտները կլինեն նվազագույն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն բացառում է Հայաստանի ինքնիշխան որևէ գործառույթի արտապատվիրակումը։ Հայաստանի սահմանները, ինչպես անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո եւ այդ գործառույթի որևէ արտապատվիրակում բացառվում է եւ դա արդեն գրվել է եւ հրապարակվել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից ընդունված փաստաթղթում։ Ինչ վերաբերում է թրիփի տնտեսական օգուտներին, վարչապետն ասել է, այն ներդրումային մեծ ծրագիր է, որն իր հետ նաև խոշոր անվտանգային երաշխիքներ է բերելու։ Թրիփը ներդրումային ծրագիր է, տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին։ Եվ այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հրապարակեցին թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Դրանում ուրվագծվում է թրիփի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչնդոտ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։